Ամերիկյան զինված ուժերը հարվածել են Իրանում 80-ից ավելի թիրախի, հանրապետության տարբեր շրջաններում պայթյուններ են որոտացել, հրդեհներ են բռնկվել։ Թիրախավորվել են օդային պաշտպանության և ափամերձ հսկողության համակարգեր, հրթիռների, ԱԹՍ-ների արձակման կայանքներ, նավահանգստային օբյեկտներ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ սա պատասխանն է միջազգային ջրերում առևտրային նավերի վրա իրանական հարձակումներին։ Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնող 3 նավի, այս ագրեսիան անհիմն և վտանգավոր, այն հրադադարի խախտում է, ասված է հրամանատարության հայտարարության մեջ։ Ամերիկյան կողմը նաև չեղյալ է հայտարարել իրանական նավթի վաճառքի համար տրամադրված արտոնագրերը, որոնք նախատեսված էին վերջերս ձեռք բերված Իսլամաբադի հուշագրով։ Տեղեկություններ կան, որ իրանական կողմն էլ թիրախավորել է Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան բազաները։ Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ն դատապարտել է ամերիկյան կողմի գործողությունները, դրանք որակելով կարգավորման հուշագրի խախտում։ Թեհրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Վաշինգտոնի որոշումները և սպառնալիքները չեն ազդի Թեհրանի դիրքորոշման վրա։ Նաև Իրանից նախազգուշացնում են, որ անհրաժեշտության դեպքում ջախջախիչ հարված կհասցնեն և ոչ մի դեպքում թույլ չեն տա միջամտել Հորմուզի նեղուցի կառավարմանը։ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ իր համար Իսլամական Հանրապետության հետ հրադադար այլևս չկա և չի ցանկանում գործ ունենալ Թեհրանի հետ։ Իսրայելի վարչապետը մեկնաբանել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ Վաշինգտոնը կարող է վերանայել նախկինում գործող սահմանափակումը և F-35 կործանիչներ վաճառել Թուրքիային։ ԱՄՆ նախագահն այս մասին ասել է Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանը, նշելով, որ հարգում է Թուրքիայի նախագահին և ընկերական հարաբերություններ ունի նրա հետ։ Բենյամին Նեթանյահուն մտահոգություն է հայտնել, որ այդ քայլը կխախտի Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը, քանի որ ըստ Իսրայելի վարչապետի Թուրքիան ագրեսիվ մտադրություններ ունի։ Նա մեղադրել է Անկարային տարածքային պահանջներ ունենալու և Օսմանյան կայսրությունը վերականգնելու ցանկության համար։ Նեթանյահուն նշել է, որ իր մտահոգությունների մասին բազմիցս հայտնել է Դոնալդ Թրամփին։ Մենք համաձայն ենք ԱՄՆ նախագահի հետ գրեթե ամեն ինչի շուրջ, բայց կան նաև տարաձայնություններ, հավելել է Իսրայելի վարչապետը։ Նա նաև կասկած է հայտնել Իրանի հետ վերջնական կարգավորման հետ կապված, նշելով, որ Թեհրանին չի կարելի վստահել։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է գիշերը ուկրաինական 415 ԱԹՍ խոցելու մասին, ըստ գերատեսչության թիրախում են եղել Բելգորոդի, Վոլգոգրադի, Վոլոգդայի, Վորոնեժի, Մոսկվայի և այլ մարզեր, Կրասնոդարի երկրամասը, Ղրիմը, Թաթարստանի Հանրապետությունը։ Սարատովի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել, հաղորդվում է 1 զոհի և վիրավորների մասին։ Ռոստովի մարզում ԱԹՍ-ները հարվածել են լցանավերի, Վորոնեժի մարզում թիրախավորվել է օդանավակայանը, Թաթարստանում ևս նավթավերամշակման գործարան է թիրախավորվել։ Ռուսաստանն էլ հարվածել է Կիևին, 1 մարդ զոհվել է, կան վիրավորներ, մայրաքաղաքի տարբեր հատվածներում հրդեհներ են բռնկվել։ Վիրավորներ և զոհեր կան Խարկովում և Խերսոնում, Զապորոժիեում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են, հայտնի է տուժածների մասին։ Լարված է նաև մարտի դաշտում, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ արդյունավետորեն դիմակայում են ռուսական ագրեսիային և հաջողություններ են գրանցում, սակայն պատերազմում շրջադարձային փուլի մասին խոսելը դեռևս շուտ է։ Ռուսաստանը հարմարեցրել է իր տնտեսությունը հակամարտության նոր պայմաններին և կարող է շարունակել պատերազմը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։ Հաշվի առնելով ռազմաճակատում ստեղծված իրավիճակը, մենք բավականին լավատես ենք, ասել է Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով Մոսկվայի թիվ 1 ռազմավարությունը բավարար ուժ ունենալն է մրցունակ լինելու և Արևմուտքի նկատմամբ հաղթանակ տանելու համար։ Պեսկովը հավելել է, Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունը վերածվել է իրական լայնածավալ պատերազմի հենց Արևմուտքի միջամտության պատճառով։ Նա մեղադրել է Եվրոպային, հայտարարելով, որ նրանք հրահրում են Կիևին շարունակել մարտական գործողությունները։ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում դաշինքի գլխավոր քարտուղարը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել խաղեր չխաղալ ՆԱՏՕ-ի հետ։ Մարկրյուտեն նախազգուշացրել է, կպաշտպանեն իրենց տարածքը։ ՆԱՏՕ-ին հաղթել հնարավոր չէ, մենք պաշտպանական դաշինք ենք, մենք երբեք ոչ ոքի վրա չենք հարձակվի, ասել է գլխավոր քարտուղարը։ Նա հավելել է, որ գագաթնաժողովի արդյունքներով դաշինքը Ռուսաստանը կհայտարարի ՆԱՏՕ-ի համար երկարաժամկետ սպառնալիք և կվերահաստատի Ուկրաինային աջակցությունը։ Դիանա Գասպարյան, լուրեր։